Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում էր, որտեղ հանդիպել է Էրդողանի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, խաղաղության խաչմերուկ նախագծի վերաբերյալ։ Փաշինյանը հանդիպել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ աշխատանքային այցով Թուրքիայում էր, այս այցով սկիզբ է դրվում հայ-թուրքական հարաբերությունների մի նոր փուլի։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Պերիս Էքինջին։ Այցը տեղի է ունեցել թուրքական կառավարության հրավերով, ընդգրկելով քաղաքական, մշակութային և խորհրդանշական միջոցառումներ։ Հաշվի առնելով երկու հարևան երկրների միջև երկար տարիների լարվածությունը, փակ սահմաններն ու դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, այցը նշանակալի էր ոմանց բնութագրմամբ պատմական։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետական աշխատանքներն իրականացրել են Կարապետ Բալյանը և նրա որդին Նիկողայոս Բալյանը, կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Մենք եկել ենք Անկարա կամուրջներ կառուցելու, ոչ թե պատեր բարձրացնելու, սա կարևոր քայլ է մեր տարածաշրջանի կայունության և խաղաղության ուղղությամբ, ասել է Փաշինյանը։ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին ընդգծել է, որ պատրաստ են անցյալի բեռը թողնել պատմաբաններին ու շարժվել դեպի ապագա։ Այսպիսով երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Հանդիպումից հետո Էրդողանը Փաշինյանին անձամբ է ուղեկցել մինչև ավտոմեքենան։ Մինչև Էրդողանի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև Անկարայի Աթաթուրքի հուշարձան, որտեղ ծաղիկներ էր դրել և գրառում կատարել պատվավոր գրքում, ընդգծելով խաղաղ հարևանության և փոխըմբռնման կարևորությունը։ Կարևոր էր նաև Փաշինյանի հանդիպումը Թուրքիայում գործող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Ստամբուլում։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը, ընդգրկելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն և սա կարծում եմ շատ էական և կարևոր պայման է, որ մենք կարող ենք մշտապես հաղորդակցության մեջ լինել և փորձել որոշակի օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ։ Ես նկատի ունեմ ոչ միայն այն հանդիպումները, որոնք երկկողմ մակարդակում պաշտոնապես տեղի են ունենում, այլև եթե չասենք ամենօրյա, այնուամենայնիվ շարունակական և մշտական աշխատանք, ինչը չափազանց կարևոր է։ Ինչ բովանդակություն կունենա այսօրվա այցը, իհարկե ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա Թուրքիայի հետ մեր շփումները շատ ինտենսիվ են, այնուամենայնիվ տարածաշրջանի և միջազգային զարգացումները իրենց ծավալով շատ ավելի մեծ են, և ես կարծում եմ, որ առաջին հերթին այս այցը իմ դիտանկյունից և իմ պատկերացմամբ մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները, այդ դիրքորոշումների նրբությունները, առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին։ Նա հույս է հայտնել, որ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Երկրի ղեկավարի խոսքով այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Որ մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, հնարավոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման, քաղաքական երկխոսության, այդ ամեն ինչը ի վերջո գործոններ են, որոնք բերում են անվտանգության։ Եվ նաև կուզեի հետևյալը ընդգծել, որ տեսեք ինչ հետաքրքիր գործոն կա, որը նույնպես ֆոն է ապահովում մեր երկխոսության համար տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության
դիրքորոշումները բավականին մոտ են։ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրելու է Հայաստան 2026-ին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Միաժամանակ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների հաստատման եւ երկխոսության խորացման գործընթացում։ Այցը երկխոսությունը ինքը կունենա դրական ազդեցություն մեր տարածաշրջանում երկխոսության, կայունության, համագործակցության մթնոլորտի հաստատման վրա։ Եվ գիտեք ինչ, այդ նյուանսը ինձ շատ կարևոր է թվում, որ մենք արձանագրենք, որ մեր խնդիրը եւ պատկերացումը ինչ որ զրոյական կետից հարաբերություններ կառուցելը։ Սա շատ կարևոր է, որովհետեւ երբ որ դու զրոյից ինչ որ մի բան ես կառուցում, դա ուրիշ իրավիճակ է։ Երբ որ փորձում ես ինչ որ մի բան վերակառուցել, վերաձևակերպել, դա բոլորովին ուրիշ վիճակ է։ Եվ իմ ընկալմամբ եւ մեր ընկալմամբ մենք պետք է կենտրոնանանք եւ մենք կենտրոնացած ենք հենց այս երկրորդ տարբերակի վրա արձանագրելով, որ մենք այո կարող ենք նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ։ Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի, տարածաշրջանային զարգացումների, իրական Հայաստան գաղափարախոսության եւ այլ թեմաների մասին էին։ Փաշինյանն այցելել է նաև Սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցի։ Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, նաև եկեղեցունքից հայկական դպրոցի տնօրեն Քլոդիա Տեմիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն շրջել է եկեղեցուն մոմ վառել եւ ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։ Նա եղել է նաև նախակրթարանում եւ հայկական դպրոցում, տեղում ծանոթանալով կրթական ծրագրերին եւ համայնքային նախաձեռնություններին, որից հետո էլ ծաղիկները խոնարել Կոմիտասի հուշարձանի մոտ։ Վարչապետն այցելել է Ստամբուլի Կապույտ մզկիթ, այստեղ նրան դիմավորել եւ ուղեկցել է մահմեդական հոգեվորականը։ Իդեպ հաղորդվում է, որ պաշտոնական այցի ընթացքում թուրք գործընկերների հետ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերի, սահմանային վերահսկողության մեխանիզմների եւ առևտրային հոսքերի հեշտացման վերաբերյալ հարցերը, նաեւ ապաշրջափակման ծրագրերը կապված երկաթուղային եւ ավտոճանապարհային կապի վերականգնման հետ։ Քննարկման օրակարգում են եղել նաեւ Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիաչվերթների ավելացման, Հայաստանի ապրանքների թուրքական շուկա արտահանմանն առնչվող հարցերը։ Հիշեցնենք, որ կառավարական պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եւ ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Նիկոլ Փաշինյանի այցը մեծ արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։ Հայկական քաղաքական դաշտում շատերը ողջունել են այցը, այն որակելով խիզախ քայլ հանուն խաղաղության։ Մինչդեռ ընդդիմադիր շրջանակներում քննադատվել է ներկայացվել զիջողական քաղաքականություն։ Իդեպ այցը մեծ արձագանք է ստացել նաև թուրքական մամուլում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը ևս մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Էրդողան հանդիպումից ըստ պաշտոնական Անկարայի հաղորդակցության։ Հանդիպան ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության եւ երկխոսության գործընթացը, մեր տարածաշրջանին վերաբերող ներկայացումները, մասնավորապես Թուրքիայի եւ Հայաստանի միջև շփումները։ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնագրի կարեւորության վրա ներկայիս պայմաններում։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին, ասվում է հայտարարության մեջ։ Հանդիպանը քննարկվել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ Փաշինյանը X-ի իր էջում գրառում է արել, անդրադառնալով Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ Մանրակրկիտ մտքերի փոխանակում ունեցա նախագահ Էրդողանի հետ, քննարկեցինք Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային իրադարձություններն ու մշտական երկխոսության կարեւորությունը։ Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության կառուցմանը, գրել է նա։ Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի եւ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում, այդ թվում անդրադառնալով Իրանին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։ Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների Իրանից Հայաստանի տարածքով տարհանման հնարավորությանն ու արձանագրված ցուցանիշներին։ Արտաքին գործերի նախարարը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչը անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի
Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին։ Հայաստանը պետք է սթափ գնահատի իր անվտանգության ապահովման հնարավորությունները, այդ թվում կոլեկտիվ ձևաչափով։ ՌԻԱ Նովոստի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ Նա հաստատել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամավճարի չվճարման հարցը կարող է քննարկման դրվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ ձևաչափով կամ ուղղությամբ կընթանան այդ քննարկումները։ Ավելի վաղ փոխնախարարը նշել էր, որ եթե Հայաստանը մինչ 2025 թվականի ավարտը չվճարի անդամավճարը, ՀԱՊԿ անդամ երկրները կարող են դիտարկել իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։ Հայաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Բաքվի դատարանում էլ շարունակվում են Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստերը։ Հունիսի 13-ին, 19-ին և 20-ին դատարանում հարցաքննվել են նախկին նախագահ Բակո Սահակյանը, Լևոն Նացականյանը, Դավիթ Մանուկյանը և այլ անձինք։ Նիստերի ժամանակ մեղադրանքներ են հնչել ռազմական գործողությունների, ականապատման, խաղաղ բնակչության դեմ հարձակումների և այլ հարցերի վերաբերյալ, որոնք դատապաշտպանների և իրավապաշտպանների կողմից դիտվում են որպես հիմնազուրկ։ Ադրբեջանի զինվորական դատարանում շարունակվում են Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական գործընթացները։ Դատավարությունները, որոնք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները որակել են որպես քաղաքական հաշվեհարդար, ընթանում են Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո և հիմնված են միակողմանի մեղադրանքների վրա։ Հունիսի 19-ին և 20-ին Բաքվում կայացած դատական նիստերին հարցաքննվել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ նախկին պաշտոնյաներ։ Դատավարությունները նախագահում է դատավոր Զեյնալ Աղայևը, իսկ մեղադրանքը ներկայացնում են պետական դատախազության ներկայացուցիչներ Տարանա Մամեդովան, Վյուսլավ Աբդուլայևը և Նասիր Բայրամովը։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հաստատել է, որ մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ Հայաստանի ազգային ժողովում ստեղծված քննչական հանձնաժողովի նիստին, ընդգծելով, որ դա եղել է իր կամավոր որոշումը։ Նա նշել է. Այդ հանձնաժողովի նիստում թե զինվորականները, թե քաղաքացիական անձինք պատասխանել են տարբեր հարցերի։ Այս հանձնաժողովից ինձ առաջարկ է ուղարկվել, որովհետև նրանք չէին կարող ստիպել ինձ մասնակցել իրենց նիստին։ Նա հայտարարել է, որ այդ հանձնաժողովի աշխատանքներն օրինական են, քանի որ քննարկվել են Հայաստանի զինված ուժերի գործողությունները։ Սահակյանը նաև նշել է ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմից ներգրավված ռազմական բարձրագույն ղեկավարների անունները՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով և Լևոն Մնացականյան։ Դատարանում ցուցադրվել են տեսագրություններ, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի Նյու Յորքում արված ելույթից մի հատված, որտեղ նա նշում է նոր պատերազմ, նոր տարածքներ։ Մեղադրողները նաև ներկայացրել են իբրև Արցախի զինված ուժերի կողմից ընդունված հրամանագրեր, որոնք ուղղված են եղել Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի վրա հարվածներ հասցնելուն։ Այս փաստաթղթերի իսկությունն անկախ աղբյուրների կողմից չի հաստատվել և նրանց ներկայացումը դիտվում է որպես քաղաքական շահարկում։ Դավիթ Մանուկյանն իր ցուցմունքում հերքել է մասնակցությունը խաղաղ բնակավայրերի թիրախավորմանը, պնդելով, որ նման հրաման չի ստացել և չի ներգրավել այդ գործընթացներում։ Նա նշել է, որ Արցախի բանակը չի ունեցել Իսկանդեր-M կամ .U տեսակի հրթիռներ և այդ սպառազինությունն առնչվում է միայն Հայաստանի զինված ուժերին։ Մանուկյանը նաև պատասխանել է ականապատման վերաբերյալ պետական մեղադրողի հարցերին։ Սովորական խաղաղ ժամանակներում, երբ ես զորամասի հրամանատար էի, ականների հետ կապված միջադեպեր էին լինում։ Չնայած այդքան շատ չէին, սակայն ականապատումներ տեղի էին ունենում։ Շատ հստակ հրահանգներ էին տրվում ձևաթղթերի և քարտեզների պահպանման վերաբերյալ։ Ականների տեղադրման յուրաքանչյուր գործողությունից առաջ բարձրագույն հրամանատարությունը հրաման է իջեցնում։ Նա հերքել է նաև, որ Արցախի զինծառայողները ներգրավված են եղել ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների կամ քաղաքացիական բնակչության տեղահանման գործողություններում։ Նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 13-ին, որի ընթացքում էլ հարցաքննվել էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, որը ներկայացրել է իր զբաղեցրած պաշտոնները 2015 թվականից մինչև 2020 թվականներին։ Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ պաշտոն չի զբաղեցրել, եղել է թոշակառու, սակայն մի քանի անգամ Արցախ այցելել է նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ, օգնելու պաշտպանության կազմակերպմանը։ Նիստի ընթացքում ցուցադրվել է նաև իբր Շուշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած խորհրդակցության տեսագրություն, որտեղ Սամվել Բաբայանը ներկայացնում է Շուշիի շրջափակման ռազմագործողության պլանը։ Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը խորհրդակցությանը, նշելով, որ գործողությունը չի իրականացվել։ Տեսագրվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին։ Խորհրդակցությունը անցկացրել է Սամվել Բաբայանը։ Նպատակներ փակել ճանապարհը Չանախչիի, Կարմիր տակի և Շուշիի ուղղություններով, սակայն հրամանատարները նշեցին, որ պատրաստ չեն և գործողությունը չիրականացվեց։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն ընթանում է առանձին։ Հունիսի 17-ին տեղի ունեցած նիստում ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հարցաքննվել են մի քանի, այսպես ասած, տուժածներ։ Այս պահի դրությամբ պաշտոնական աղբյուրների համաձայն Բաքվում պահվում են 23 հայգերիներ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են, որ հունիսին կրկին տեսակցել են այդ անձանց, ուշադրության կենտրոնում պահելով նրանց առողջական վիճակը, պահպանման պայմանները եւ կապը ընտանիքի հետ։ Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս դատապարտել են այդ դատավարությունները, համարելով դրանք Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների մաս։ Դատավարությունների ընթացքն ու բովանդակությունը ոչ միայն հակասում են արդար դատաքննության միջազգային չափանիշներին, այլև սպառնալիք են միջազգային հումանիտար իրավունքների սկզբունքներին։ Ադրբեջանի իշխանությունները մինչև օրս չեն ապահովել գործերի հրապարակային, թափանցիկ եւ իրավունքի գերակայության համապատասխան ընթացքը։ Այս գործընթացները դիտարկվում են որպես ճնշման գործիք հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման համատեքստում։ Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակված է հունիսի 24-ին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսական զինված ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, գազատար, նաև մասնավոր տներ։ Պոլտավայի մարզի Կրեմենչուկ քաղաքը ևս հարձակման է ենթարկվել նախնական տվյալներով Կինժալ եւ Իսկանդեր հրթիռներով։ Հետևանքների մասին չի հաղորդվում։ Պայթյուններ են լսվել նաև Օդեսայում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 5 անօդաչու խոցելու մասին։ Ռուսական ուժերը ակտիվ մարտական գործողություններ են անցկացնում Սումիի մարզի գրեթե 10 բնակավայրերում եւ առաջ են շարժվում ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, իրենց առջև դրված չէ Սումին գրավելու խնդիր, սակայն դա չի բացառվում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն էլ այդ հայտարարությունն անվանել է անհարգալից վերաբերմունք խաղաղության հասնելու Վաշինգտոնի ջանքերի նկատմամբ։ Իսրայելական բանակը հարձակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Աշուրա ուսումնական կենտրոնի վրա, որի հետևանքով զոհվել է կորպուսի 4 անդամ ևս 3-ը վիրավորվել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ժնևում կայացել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը, մասնակցությամբ նաեւ ԵՄ դիվանագիտական ղեկավարի։ Քննարկվել են Իրանի եւ Իսրայելի միջև աճող լարվածության դիվանագիտական լուծումները։ ՄԱԿ-ում ելույթ ունենալով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսրայելի հարձակումները որակել է որպես ծանր ռազմական հանցագործություններ, մինչդեռ Իսրայելի դեսպանը կոչ է արել պահանջել Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Եվրամիության մյուս երկրների հետ, նաեւ եվրոպական եռյակի ձևաչափով նոր հանդիպման հնարավորությամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ բանակցություններ չի վարի, քանի դեռ Իսրայելի հարձակումները շարունակվում են։ Արաղչին հայտնել է նաեւ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերը կարող են քողարկված հարձակման նախապատրաստություն լինել, ինչից Վաշինգտոնի հանդեպ վստահությունն այժմ խաթարված է։ Իսրայելը սպառնում է հարվածել Թեհրանի պետական կառույցներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականներին հրահանգել է ակտիվացնել հարձակումները Թեհրանի կառավարական շենքերի վրա։ Պետք է հարվածենք ռեժիմի բոլոր խորհրդանիշներին, բասիջ աշխատազորայիններից մինչև հեղափոխական պահպանողների կորպուս, որոնք իշխանության հենարաններն են, ընդգծել է Կացը։ Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի տարածքում իրականացված նոր ավիահարվածների մասին հաղորդում է BBC-ն։ Հարվածներից մեկը հասել է Քում քաղաքին, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 4-ը վիրավորվել են։ Զոհվածներից առնվազն մեկը կապ ունի Իրանի միջուկային ծրագրի հետ։ Քումը նաև Ֆորդոյի միջուկային համալիրի տարածքն է։ Պայթյուններ են լսվել նաև Թեհրանում եւ Սպահանում, որտեղ տեղակայված է ռազմավարական միջուկային օբյեկտներ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես կատարում է իր դաշնակցային պարտավորությունները, հատկապես Իրանի նկատմամբ, իսկ նրանց, ովքեր հակառակն են պնդում, նա սադրիչ է անվանել։ Նա ընդգծել է, որ Մոսկվան պաշտպանում է Իրանի խաղաղատոմ ունենալու իրավունքը եւ շարունակում է կառուցել ատոմակայաններ Բուշերում։ Պուտինն ավելացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն համաձայնություն են տվել չհարվածել այդ օբյեկտներին։ Ռուսաստանի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Իսրայելի սպառնալիքները Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված կմնան միայն հռետորաբանության մակարդակում։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև կայացել է գերիների փոխանակման հերթական փուլը։ Կողմերը վերադարձրել են հիմնականում ծանր վիրավոր եւ հիվանդ զինծառայողների, հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Ռուսական կողմը տեսանյութ է հրապարակել վերադարձած գերիների մասնակցությամբ, ովքեր վանկարկում են Ռուսաստան, պահելով ազգային դրոշը։ Փոխանակված գերիների թիվը կողմերը չեն բացահայտում։ Փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում նախազգուշացրել է, որ Ուկրաինայի կողմից կեղտոտ ռումբի կիրառումը կլինի հսկայական եւ հնարավոր է վերջին սխալը։ Նրա խոսքով Ռուսաստանը հետևելով իր միջուկային դոկտրինային կպատասխանի հայելային կերպով եւ այդ պատասխանը Ուկրաինայի համար կարող է լինել աղետալի։ Պուտինը նաեւ նշել է, որ Մոսկվան չի պահանջում Կիևի կապիտուլյացիա, այլ ակնկալում է իրողությունների ճանաչում։ Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Ըստ պաշտոնական աղբյուրների իսրայելական կողմը պնդում է, որ սպանվել է Հեզբոլահի ներկայացուցիչ։ Չնայած նոյեմբերին կնքած հրադադարին Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանի տարածքում։ Բեյրութում ելույթ ունենալով Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը նախազգուշացրել է, որ Հեզբոլահի միջամտությունը Իրան-Իսրայել հակամարտությանը կլինի շատ վատ որոշում։ Ռումինիայի նախագահը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է 56-ամյա լիբերալ քաղաքական գործիչ Իլյե Բոլոժանի թեկնածությունը։ Բոլոժանը հաջորդ շաբաթ կդիմի խորհրդարանին վստահության քվե խնդրելով երկրի ծանր ներքաղաքական լարվածության եւ ֆինանսական ճգնաժամի շրջանում ղեկավարելու համար։ Ավարտվել է 2020-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած եւս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Այլ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն շարունակվում է։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Եթե մինչև 2026 թվականի մարտ Ադրբեջանը Գուրգեն Մարգարյանի գործով դիմումատուների խախտված իրավունքների վերականգնման ուղղված որևէ քայլ չանի, Եվրախորհրդի նախարարների կոմիտեն այդ երկրի նկատմամբ կձեռնարկի խիստ միջոցներ։ Եվրադատարանի 2020 թվականի դատավճռով Ադրբեջանը պետք է փոխհատուցեր դիմումատուներին, նաև նախագահի կայքից հեռացներ Ադրբեջանի քաղաքացիների ատելության խոսք պարունակող մոտ 300 նամակ։ Արձանագրվել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Ադրբեջանը չի կատարել Եվրադատարանի 2020 թվականի վճռով մանված որևէ քայլ։ Նախարարների կոմիտեն վճռի կատարման անհատական միջոցառումների շրջանակում ընդունել է միջանկյալ բանաձև, որը վճռի չկատարման դեպքում հանդիսանում է բացառիկ միջոց։ Ռուսաստանցի գործարար Տաշիր խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման Կարապետյանի ձերբակալության դեմ։ Ըստ քննչական կոմիտեի Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցներով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն Հայաստանի սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ Տաշիր խմբի սեփականատերը միջազգային արբիտրաժային վեճ է սկսել կապված Կապ Մարտենիում իր 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատան սառեցման հետ։ Ֆրանսիան պնդում է, որ առանձնատան իրական շահառուն Գազպրոմ նեֆթն է։ Ֆրանսիական դատարանը 2024-ին սառեցրել էր գույքի սեփականության իրավունքը, պատճառաբանելով, որ այն դուրս չի եկել ռուսական ընկերության վերահսկողությունից։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճիռը 5.5 տարվա ազատազրկումը։ Հարությունյանը մեղադրվում է Ցորի D20 դիվիզիոնի գործով անփույթ վերաբերմունքի համար։ Ըստ քրեական գործի 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հակառակորդի հարձակման ժամանակ նա հրետանավորներին ասել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Արդյունքում Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում 20 զինծառայող է սպանվել հրետանու պետ Նորայր Հայրապետյանն էլ մինչև օրս անհետ կորած է համարվում։ Պաշտպանական կողմը չի ընդունում դատարանի վճիռը։ Սուրենավանի մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է համայնքին։ Սուրենավանի նախկին համայնքապետը 22 միլիոն դրամ արժողությամբ գյուղի միակ մանկապարտեզը ձևական աճուրդով օտարել է խնամուն 3 միլիոն դրամով։ Ավականին բավարարել է դատախազության միջնորդագիրը։ Սեփականատերը մասնաշենքը նվիրատվությամբ փոխանցել է Սուրենավան համայնքին։ Գյումրու երեխաների տանը հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին։ Ոստիկաններին ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։ Արտառոց դեպքի Երևանում 17-ամյա տղայից պահանջել են 80,000 դրամ փոխանցել, որպեսզի նոր հաշվեհամար բացեն եւ որպես զոհվածի ընտանիքի անդամ հետ վերադարձնեն $4,000։ Այսքան այս ժամի համար, մենք կրկին եթերում կլինենք մեր հիմնական թողարկմանը 19:30-ին մինչև այդ ժամը։